Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում հյուրընկալել ենք փաստաբան Ռաֆի Ասլանյանին։ Պարոն Ասլանյան, շնորհակալ եմ հրավերը մեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Ասլանյան, երևի զրույցը սկսենք առհասարակ ինչ է կատարվում մեր իրավապահ համակարգում։ Իշխանությունները իդեմս Նիկոլ Փաշինյանի պարբերաբար հայտարարում են, որ այսօր իրավապահ համակարգը առհասարակ դատավորները, դատախազները ավելի անկախ են, քան երբևէ։ Այս մասով ինչ կասեք ու առհասարակ 18 թվականից հետո, քանի որ այն լոզունգներով եղավ իշխանապողությանը, որ պետք է անկախանա, չէ, դատական համակարգը արդար որոշումներ կայացնեն։ Այս ամենը իրականացել է, ասես որքանով եք անկախ համարում այսօր մեր համակարգը։ Դատական համակարգի անկախության վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների պնդումները առարկայազուրկ են, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք գործնական աշխատանքում դա չենք տեսնում։ Այսօր քրեական գործերի քննությունը հատկապես ցույց է տալիս, որ ունենք ամենակախյալ դատական համակարգը, հատկապես եթե գործերը քաղաքական բնույթ ունեն եւ իշխանության կողմից պատվիրված են։ Բացի այդ, նաեւ բազմաթիվ օրինակներով կարող ենք ասել, որ ինքնուրույն դատավորները, անկախ դատավորները, գրագետ դատավորները այսօրվա իշխանության համար դարձել են խոչընդոտ եւ ամեն անգամ ջանք ու երանդ չեն խնայում, որպեսզի ազատվեն այդպիսի դատավորներից կամ առնվազն մեկուսացնեն։ Ինչ վերաբերում է իրավապահ համակարգին, ապա իրավապահ համակարգը իհարկե բացարձակ անկախություն երբևէ չի ունեցել, բայց ներկայումս իրավապահ համակարգը դարձել է իշխանության կցորդ, իշխանության կամայականությունների իրագործողը եւ ցավոք սրտի այդ գործընթացում ամենակոշտ ձևով կիրառվում են քրեադատավարական գործիքները, այդ ողջ գործիքակազմը, այսինքն քաղաքական հակառակորդներին, այլախոհներին անընդհատ կալանավորում են, քրեական հետապնդման են ենթարկում, այդպիսով փորձելով լռեցնել ազատ խոսքը։ Պարոն Ասլանյան, այսօր այդ դատական իրավական համակարգի առողջացումը նաև ներկայացում են այնպես, որ ասում են, այ տեսեք, երբեք իրավապահ համակարգում կին ղեկավարներ չեն եղել, այս թվով, հա, որքան նախկինում է եղել։ Դուք այս process-ը դիտարկում եք, օրինակ, ինչ տարբերություն կա։ Ես էական տարբերություն չեմ տեսնում, ղեկավարը կին է, թե տղամարդ, կին ղեկավարներ նշանակելով չի նշանակում, որ դրանով իրավապահ համակարգը ազատականացվեց կամ աշխատանքն ավելի արդյունավետ դարձավ։ Լինի կին թե տղամարդ, միևնույն է պահանջները ղեկավարից նույնն են, բայց ես ասեմ, ինչը նաև իմ հրապարակային խոսքում բազմիցս եմ ասել, իրավապահ մարմինների ղեկավարներից ըստ էության ոչինչ կախված չէ եւ չի եղել երբևէ։ Իրավապահ մարմինների բնականon աշխատանքը միշտ կախված է եղել երկրի ղեկավարի միջամտության աստիճանից, այսինքն որքանով է երկրի ղեկավարը միջամտում իրավապահ մարմինների, այսօր սարսափելի միջամտություն։ Իրավապահ համակարգը երկրի ղեկավարը դարձրել է իր սեփականաթոռի սպասարկման մի ծառայություն եւ հետեւաբար ով լինի իրավապահ մարմնի, կոնկրետ մարմնի կամ մարմիններից յուրաքանչյուրի ղեկավարը շարժվելու է միայն երկրի վարչապետի, այսինքն Նիկոլ Փաշինյանի քմահաճույքներով եւ այստեղ խնդիրների կարգավորման իմաստով կարեւոր է իշխանության, այսպես ասած, իշխանության ղեկավարի, պետության ղեկավարի գործողությունների իրավաչափությունը։ Եթե ղեկավարը չունի կարմիր գծեր նաև այդ ոլորտում, ուրեմն իրավապահ համակարգը գործելու է նույն կերպ եւ այլևս խոսել իրավապահ համակարգի անկախության մասին, ես կարծում եմ ավելորդ, թե իսկ հասարակության անդամները դա գնահատելու լիարժեք հնարավորություն ունեն եւ սրբազանների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթներով եւ դատաքննությամբ այնպես էլ մի շարք այլ գործերով վերջին հատկապես 5 տարիների ընթացքում։ Հենց ուզում եի անդրադառնալ սրբազանների գործով, Միքայել Սրբազանին 2 տարի ազատազրկում եւ սա դիտարկում են որպես իր հայտարարությունը հարցազրույցում արված իշխանությանը զավթվելու կոչում, այստեղ չմոռանանք, որ մինչ այդ այսպես քրեական ինչ որ խնդիր չեն տեսել, նոր չգիտես ինչու փոփոխվեց ու նաեւ փորձեր անում կծվել Բագրատ Սրբազանի գործին, սա Միքայել Սրբազանի վերաբերյալ քրեական վարույթը դա դասական քաղաքական հետապնդման գործ է, ես կարծում եմ նույնիսկ իրավաբան պետք չի լինել, որպեսզի այդ ամենը հասկանալ, քանի որ քրեական գործը բաղկացած է մեկ տեսագրությունից եւ մեկ խոսքից, որտեղ
իշխանությունը զավթելու, յուրացնելու կոչ եւ առհասարակ կոչ չկա, սա ընդհանրապես ազատ կարծիքի արտահայտում է եւ այդ ազատ կարծիքը որոշել են ճնշել քրեական հետապնդմամբ եւ ավելի հեռուն գնալ ազատազրկմամբ։ Ես պատժաչափի մասին չեմ խոսում, այն իմաստով, որ այստեղ առհասարակ հանցակազմ չկա, այսինքն եթե մենք փորձենք ընդհանրապես հայերեն լեզվի պարզ իմացության սահմաններում վերլուծել այդ հարցազրույցը, ակնհայտ կտեսնենք, որ բացակայում է Միքայել Սրբազանի եւ նրան մեղսադրված հանրային վտանգավոր արարքի միջև օբյեկտիվ կապը։ Այստեղ նույնիսկ նվազագույն աստիճանի հիմնավոր կասկած չկա եւ ես զարմանում եմ ոչ միայն նրա կալանավորման, քրեական գործի նախաքննության գործընթացում ընդգրկված պաշտոնատար անձանց վրա, այլ հատկապես դատավորի վրա, որ նման պայմաններում այնուամենայնիվ մեղադրական վերդիկտ արձակեց։ Բայց մենք տեսանք ինչ իրավիճակում էր կարծում 2 տարվա ազատազրկման դատապարտի։ Իհարկե ճնշումը շատ մեծ է դատավորի վրա եւ դատավորին ստիպեցին դա անել։ Ես ձեզ մի օրինակ բերեմ, որպեսզի պատկերավոր օրինակ, որպեսզի ավելի պարզ լինի։ Տեսեք Սոնամ Նացականյանի գործը, այսինքն Նիկոլ Փաշինյանին ուղեկցող Ավտոշարասյան վարորդի կողմից վրայերթի ենթարկելու վերաբերյալ գործը քննվում է արդեն 4-րդ տարին։ Իսկ Միքայել Սրբազանի վերաբերյալ գործը քննվեց 2 ամիս, որովհետև դատավորին ստիպեցին ամեն 3 օրը մեկ դատական նիստ նշանակել եւ արագ ավարտել։ Իսկ մյուս դեպքում անձին քրեական պատասխանատվության ենթարկելու կամք չկար։ Այսինքն հակառակ երևույթի հետ գործ ունեինք։ Ես կարծում եմ այս օրինակը, այս 2 դեպքերի օրինակը բավարար է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի հասկանա, որ մի դեպքում Նիկոլ Փաշինյանը շահագրգռված էր, որպեսզի անձը զերծ մնա քրեական պատասխանատվությունից, մյուս դեպքում շահագրգռված է, որպեսզի անձը ենթարկվի անհիմն եւ անօրինական քրեական պատասխանատվություն։ Փարաքարի դեպքը մենք տեսանք, որ ընդհանրապես կարճ շատ ժամանակում ներքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ այս դեպքը եւս բացահայտված է։ Հիմա սա եւս կարող ենք դիտարկել այդ արագացված ուսումնասիրությունների քննությունների շարքին բանոսներ։ Այստեղ իրավիճակը բոլորովին այլ է։ Նախ կհիշենք, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս դեպքի հաջորդ օրը արդեն հանդես եկավ շուտապույտ հայտարարությամբ, որով ակնհայտորեն խոչընդոտեց նախաքննության ընթացքին, այսինքն սահմանեց քննության վարկած եւ նախաքննության որոշակի ծավալ, ինչի իրավասությունը չունի, որքան էլ որ քննչական կոմիտեն հանդիսանում է կառավարության առընթեր մարմին, բայց պետք է հասկանալ, որ վարչապետը քննչական կոմիտեի քրեադատաբարական վերադասը չի եւ իրավունք չունի միջամտել քննության ընթացքին եւ այդ միջամտության արդյունքը հանդիսացավ այն, որ քննությունը ըստ էության գնաց հենց սահմանված ուղղությամբ։ Այստեղ նաեւ ուրիշ խնդիր կա, որ օպերատիվ իրավիճակը անվերահսկելի է եղել, ինչպես մեր հանրապետությունում վերջին տարիներին եւ մի սպանությանը հաջորդեց ընդամենը ամիսներ անց մյուս սպանությունը։ Ինչի համար էր անվերահսկելի, իմ կարծիքով, որովհետեւ իրավապահ համակարգը խիստ քաղաքականացված է, իսկ ռեսուրսները սահմանափակ են, եթե այդ ռեսուրսները ուղղում են անընդհատ քաղաքական ընդդիմախոսների, այլախոհների դեմ, հնարավոր չէ արդյունավետ պայքար մղել իրապես եւ իրական հանցավորության դեմ պայքարում եւ դրա պատճառով է, որ հանցավորության դեմ պայքարը այստեղ տուժում է եւ մենք վերջին տարիներին որքան էլ ոստիկանությունը մանիպուլյատիվ թվեր է հրապարակում, փորձում է դրանով հասարակության մեջ դրական տպավորություններ ստեղծել, բայց մենք ունենք հանցավորության վիճակի աճ, ընդ որում պատիկներով եւ բացահայտվածության ցուցանիշների նվազում։ Սա հենց իմ կարծիքով օպերատիվ կառույցներին քաղաքական գործերով զբաղեցնելու արդյունք։ Պարոն Ասլանյան, ձեր թույլտվությամբ, բայց երբ որ օրինակ իրապապան նույն արտահայտության նախարարն օրինակ այդ հարցը հղվեց հանցագործությունների հետ կապված, այսպեսի պարզաբանում է հնչում, որ ոչ թե հանցագործություններն են աճել, այլ բացահայտումները եւ հրապարակայնությունն ավելացել։ Այսինքն նախկինում էլ կար, բայց այդպես հրապարակային չէր, հիմա բացահայտումները ավելի շատ են։ Դա տրամաբանական բացատրություն չէ, եթե շարժվենք այդ կանխավարկածում, ստացվում ինչ է, դեպքերը թաքցվում են, իսկ սպանության դեպքը ոնց կարող է թաքցվել։ Խոսքը ոչ միայն բնակարանային գողությունների, այսպես ասեմ,
ոչ մեծ միջին ծանրության հանցագործությունների մասին է, որոնք ներկայումս էլ որոշ չափով թաքցվում են եւ նախկինում էլ են դա ոստիկանության գործելակերպի մեջից դա ամբողջությամբ բնարավոր չի հանել։ Խոսքս ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների մասին է։ Մենք ունենք այդտեղ աճ, մենք նվազում չունենք, նաեւ բացահայտվածության ցուցանիշների նվազում կա, իսկ Արդարադատության նախարարի հայտարարությունը բացառապես քաղաքական է։ Այսօր ցավոք սրտի իրավապահ մարմինների ղեկավարների, իրավապահ, այսպես ասած, ոլորտին աջակցող գերատեսչությունների ղեկավարների կարծիքը մեծապես քաղաքականացված է եւ փորձում են դա համադրել Հայաստանի Հանրապետության վարչապետի նախասիրությունների եւ նրա, այսպես ասած, լեքսիկոնի հետ։ Սա ցավալի է, ինչի համար եմ ասում, որովհետեւ բազմիցս ենք ականատես եղել։ Օրինակ խոսում են կոռուպցիայի իսպար բացակայությունից, նաեւ զարմանալիորեն հենց Արդարադատության նախարար իրավապահ կառույցների ղեկավարներ համակարգային կոռուպցիա չկա։ Բայց տեսեք, կոռուպցիայի բացակայությունից խոսելու կարիք չկա, որովհետեւ կա միջազգայինորեն սահմանված չափանիշ։ Դա միջազգային կազմակերպության կողմից հրապարակվող կոռուպցիայի ընկալման ցուցանիշն է։ Մենք կարող ենք խոսել կոռուպցիայի բացակայության մասին միայն այն դեպքում, եթե այդ ցուցանիշը 100 առավելագույնից գոնե մեր երկրում լինի 90։ Բայց եթե մեր մոտ 50, 60 կամ ավելի ցածր է, այդ դեպքում կոռուպցիայի ցածր մակարդակի մասին կամ առհասարակ իսպար բացակայության մասին խոսելը, սա մերկապարանոց հայտարարություններ են, ինչ եմ ասում, դրանք համաձայնեցվում են Նիկոլ Փաշինյանի հետ եւ խոսում են այնպես, որ վերջինիս հաճելի լինի։ Պարոն Ասլանյան, գիտեք այդ քաղաքականացվածությունը ինչպես է բացատրվում։ Չգիտեմ, գիշեք թե չէ Նիկոլ Փաշինյանը այսպիսի մի հայտարարություն արեց դիմելով դատավորներին։ Ասում է, երբ որ դուք ինչ որ աղմկահարույց դեպքի վերաբերյալ որոշում եք կայացնում, հանրությունը ոչ թե ձեզանից է պարզաբանում պահանջում, այլ իրենից է պահանջում պարզաբանում, այսինքն ինքն է պատասխանատու այդ իրավիճակի համար։ Ասացի մեջ իհարկե ռացիոնալ հատիկներ կան, որովհետև միշտ էլ ցանկացած ոլորտի համար երկրի ղեկավարն է պատասխանատու, եւ այդ պատասխանատվությունը իրեն պետք է ստիպի, որպեսզի դատական համակարգը բերի անկախության այն վիճակին, որպեսզի իր պատասխանատվության մակարդակն էլ նվազի, բայց ինքը ճիշտ հակառակն է անում։ Երբ փորձում է չկմեղանալ, թե չի միջամտում արդարադատության աշխատանքներին, դա բացարձակ սուտ է։ Ես ինչի համար երկու օրինակ բերեցի եւ բոլորիդ համար պարզ դարձավ։ Եթե նախկինում միջամտում էր քողարկված, ապա հիմա Facebook-յան էջով եւ հրապարակայինորեն։ Մենք դրա օրինակն էլ տեսանք, երբ արագ Facebook-ով հանձնարարեց մարդ ձերբակալեցին, Facebook-ով հանձնարարեց կալանքի տարան, Facebook-ով հանձնարարեց քրեական հետապնդում հարուցեցին, դա փաստ է, իրողություն է, որը չենք կարող շղթել, բոլորը կհիշեն, թե ինչ էր կատարվում այդ օրերին։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանի այդ խոսքերը նախ իր համար պետք է լինեն ելակետ, որպեսզի անկախ գրագետ դատավորները ոչ թե դառնան իրենց անձնական թշնամին, այլ հակառակ ամեն ինչ անեն, որպեսզի դատական համակարգում այդպիսի դատավորների թիվը շատ լինի եւ պետք է ցավով նշեմ, որ հարաբերականորեն ինքնուրույն բավականին գրագետ երիտասարդ դատավորների եւս իրենք արդեն այնպես են արել, որ այդ մարդկանց մեջ էլ կա որոշակի վախ։ Եվ ես տեսնում եմ, որ այդ դատավորներն են փորձում բերել կախյալ վիճակի։ Ուստի ընդհանուր առմամբ եթե փորձենք արձանագրել, գործող իշխանության համար դատական համակարգի անկախությունը որևէ կարևորություն չունի, հակառակը իշխանությունը կարևորում է դատական համակարգի կախյալ վիճակը, որպեսզի դատական համակարգը եւս ծառայի իրենց աթոռի պաշտպանության այդ ողջ գործընթացին։ Իսկ այդ առողջացման process-ը ինչպես եք տեսնում, ինչ անգամ։ Առողջացման process-ը ես տեսնում եմ հետեւյալ կերպ, որ պետք է կամք լինի չմիջամտելու դատական համակարգի աշխատանքներին, որևէ կերպ չմիջամտելու։ Իսկ այդ կամքը այսօր Հայաստանի Հանրապետությունում բացակայում է, հակառակը մենք ունենք բազմաթիվ օրինակներ, երբ դատավորին կալանավորում են մյուս դատավորներին վախեցնելու համար, օրինակ հենց դատավոր Բախշյանի գործը, երբ իրենց ոչ ցանկալի որոշում կայացրեց, ազատ արձակեց մարդու, ով ընդդիմադիր հայացքներով էր հայտնի եւ անմիջապես կալանավորեցին մի ապօրինի մեղադրանքով եւ կալանքի տակ պահեցին, հետագայում արդարացվեց, նորից վերականգնվեց դատավորի պաշտոնում, նույնը դատավոր Դավիթ Գրիգորյանին էր, սա ինչի համար արվեց։ Այսպես ճակերտավոր պրոֆիլակտիկ նկատառումներով, որպեսզի մյուս դատավորները վախենան։ Ռուշտունու նկատմամբ Սարգրայ Սարգսակին այդպիսի բան չի եղել դեռևս, բայց Ռուշտունին եւս դասվում է այն անկախ դատավորների թվին, որոնք այսօր իշխանության կողմից ցավոք ընդունելի չեն։ Բայց եթե իսկապես լսենք
իշխանության խոսքերի ներկայացուցիչները եւ հավատանք այդ խոսքերին, եթե դրանք իրականություն լինեին, հենց Ռուշտունու նման դատավորները, որ դատավորներն են, ոչ միայն Ռուշտունին, այլ նաեւ Դավիթ Բալայանը, Դավիթ Հարությունյանը, շատ դատավորներ ունենք։ Հենց այդ դատավորները պետք է լինեին այսօր դատական համակարգի առանցքը, բայց ինչի ձեռնտու չեն իրենց, որովհետեւ ամեն անգամ իրենք բախվում են այդ դատավորների օբյեկտիվ որոշումներին, իսկ մինչդեռ իշխանությունը պահելու գործընթացում այդ ռեպրեսիվ ապարատը պետքա ըստ իրենց համընթաց աշխատի։ Հետևաբար իշխանության ներկայացուցիչների խոսքերը եւ իրականությունը իրար հետ ընդհանրապես կապ չունի, չի համապատասխանում։ Պարոն Ասլանյան, բայց եթե այսպես հանուն արդարություն այսպես ասենք, մի կողմից էլ նաեւ են դատավորները, ովքեր որոշումներ են կայացնում ընդդիմադիրներին մասով, նոր Միքայել Սրբազանի դատավորը, նրանք եւս հայտնվում են հակառակողմի թիրախում, այս դեպքում դատավորը ինչ պետք է անի։ Դատավորը եթե կայացնի օբյեկտիվ եւ ճիշտ որոշում, հավատացեք էական չի թե ում թիրախում կհայտնվի։ Եթե դատավորը որոշում, Միքայել Սրբազանի գործով որոշում կայացրած դատավորը արդյոք օբյեկտիվ որոշում է կայացրել, հարցը այստեղ է։ Եվ կարևոր չէ թե կոնկրետ քաղաքական ինչպիսի հավակնություններ ունեցող ինչպիսի անձ կամ անձանց խումբ ինչ կարծիք կհայտնի։ Կարևորը օբյեկտիվ դիտորդն է, անկողմնակալ դիտորդ, այսինքն հասարակությունը։ Հասարակությունը ինչպես է գնահատում։ Ցավոք հասարակությանը եւս ժամանակակից տեխնոլոգիաներով մոլորեցնում են, բայց այստեղ կարևորը հասարակության կարծիքն է։ Մի դեպքում մենք տեսնում ենք Միքայել Սրբազանի բացահայտ ապօրինի կալանավորում եւ քրեական պատասխանատվություն, դատավորին բնականաբար շատ, այսպես ասած, բացասական խոսքեր են ասվում, ես իհարկե վիրավորանքների մասին չեմ խոսում, դա ընդունելի չի ցանկացած պարագայում, մեկ այլ դեպքում ունենք դատավորի օբյեկտիվ որոշում, երբ դատավորը հայտնվում է արդեն իշխանության թիրախում կալանավորվում է։ Դրա համար առհասարակ որևէ տեսակի միջամտություն չպետք է լինի իշխանության կողմից, որպեսզի դատավորները ինքնուրույն գործեն։ Եվ ձեզ ես մի բան ասեմ, իմ կարծիքով Հայաստանի Հանրապետության դատական համակարգը իր անկախության լավ ժամանակահատվածը ապրել է 2018-20 թվականներին, այսինքն այդ 2 տարին։ Բայց հետագայում արդեն գործող իշխանությունը եւս հասկացավ։ Բայց ինչ փոխվեց այդ ընթացքում։ Գիտեք ինչու, որովհետեւ հասկացան, որ դատավորների անկախությունը բերելու է նրան, որ կորցնեն իշխանությունը։ Այսինքն եթե իրենք չմիջամտեն դատական համակարգին, դատավորներն լինեն անկախ եւ կայացնեն անկախ ինքնուրույն որոշումներ, ապա հարկ եղած դեպքում հնարավոր չի լինի պատվերով մարդ կալանավորել, ինչպես Միքայել Սրբազանի, ինչպես Ամբել Կարապետյանի, ինչպես մի քանի այլ քաղաքացիների դեպքում 2020 թվականից հատկապես սկսած։ Եվ իշխանությունները կարծում եմ այս առումով հետ քայլ արեցին։ Եթե ի սկզբանե կար որոշակի կամք, որպեսզի անկախ դատական համակարգ լինի, իրենք հասկացան, որ անկախ դատական համակարգն իրենց ձեռնտու չի։ Եվ որքան էլ որ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե ես ցանկանում եի բարեփոխել, հեղափոխություն անել դատական համակարգում, չստացվեց, դա ճիշտ հակառակն է։ Դրանք իրականության չհամապատասխանող խոսքեր են եւ ինքը դեռևս դատարանների դռները փակելու իր կոչից սկսած ամեն ինչ արել է դատական համակարգը հեղինակազրկելու եւ կախյալ դարձնելու ուղղությամբ։ Պարոն Ասլանյան, շատերը այս վճիռները, հա, դիտարկում են նախընտրական փուլի որպես գործընթաց։ Դուք կապում եք ու ավելին ասում են, որ որքան ընտրությունները մոտենան, այս իրավական վիճակը ավելի է թեժանալու, նոր կալանավորումներ, ձերբակալություններ։ Այո, իշխանությունը ընտրությունների նախաշեմին բնականաբար դիմել է քաղաքական հակառակորդներին եւ այլախոհներին ճնշելու, քրեական հետապնդման ենթարկելու մոտեցմանը եւ գնում այդ ճանապարհով։ Հետեւաբար այն կարծիքները, որ ընտրության որքան մոտենանք ընտրության, դրանք այդքան ավելի հաջողակի եւ ավելի ուժգին են դառնալու, ես կարծում եմ այդպիսի կարծիքները ապրելու իրավունք ունեն, որովհետեւ ակնհայտ է, որ իշխանությունները աթոռը պահելու այդ իրենց մտադրություններում ոչինչի արժեվ կանգ չեն առնելու եւ չեն նահանջելու։ Երբ մենք խոսում ենք ընտրությունների արդյունքը կամ ընտրությունները կեղծելուց, պետք է նկատի չունենալ միայն լցոնումներ կատարել, քվեաթերթիկների կեղծել եւ այլն։ Կեղծիքները սկսում են հենց այսպես հակառակորդներին մեկուսացնելով, այսպես ասած դաշտը ազատ պահելով, բանակը հետագայում ուղղորդելով, վարչական ռեսուրսները օգտագործելով պետական ապարատը, այդ ամբողջը ընտրական գործընթացի մեջ ունի էական նշանակություն։
Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, պարոն Ասլանյան։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ զրուցում ենք փաստաբան Ռաֆի Ասլանյանի հետ, կհանդիպենք։